ձեր ելույթում նշեցիք գովազդների տակ ինչ-որ տարբեր սոցիալական հարթակներում ինչ-որ բաներ են ձեր մասին տարածում, նկարներ են ֆոտոշոպանում եւ մի շարք այսպիսի արշավ է սկսել, հա, ձեր դեմ։ Ինչպես եք որակում իշխանության այս գործընթացը։ Այդ հիմար գործընթացը իրենք որդեգրել են շատ երկար ժամանակ, լուրջ չեմ վերաբերվում դրան, իրենք իրենց դրանով հույս են տալիս, որ նման կերպ ինչ-որ մի ձև կարողանալու են ազդել մարդկանց կարծիքների, էմոցիաների ու տպավորությունների վրա։ Ես վստահ եմ, որ դա ինքնախապեյություն է, ինչ ուզում են թող անեն, միևնույն է մարտի 30-ին մարդիկ գնալու են ու իրենց ընտրությունը կատարելու են, նվազագույնը իրենք իշխանություն չեն ունենալու այս քաղաքում։ Ահտան ամփոփիչ միջոցառում էր սա քարոզարշավի, որովհետև վերջին կոչը համենայն դեպս ոնց որ էլ չեք տեսնելու, հա, ընտրողների կամ այլ դե մենք մեր այցելությունները, բակային այցելությունները մեծամասամբ արդեն ավարտել ենք, մնացել են մի քանի ձեռնարկություններ, ուշ պիտի գնանք աշխատակիցների հետ հանդիպելու, բայց մեր համակարգացիների հետ, այո, սա մեծ վերջին հանդիպումներ, տեսակ մարտաքանակը, տեսակ մարտաշատությունը, տեսակ որ նստելու տեղ անգամ չկար, ոտի վրա են մարդիկ։ Ձեր տպավորությունը դալիճից Ես շատ շնորհակալ եմ։ Հիմա որ ասեմ չէ, պիտի ասեմ, բա ոնց եղավ, իհարկե սպասելի էր, որովհետև այցելությունների ընթացքում մարդկանց հետ խոսելու ընթացքում ամեն հաջորդ անգամ մենք հասկանում ենք, որ մարդիկ ավելի ոգևորվում են, մարդիկ ավելի վստահում են, մարդիկ սկսում են հստակ գիտակցել, թե այս ընտրությունները ինչի մասին են։ Ու ամենակարևորը մարդիկ հասկանում են, որ այս ընտրությունները միայն ասֆալտի, կանաչապատման, աղբահանության կամ երկու հատ պրոժեկտոր շենքի պատին ձգելու մասին չեն։ Հատկապես ու առավելապես այս ընտրությունները Հայաստանի ապագայի մասին են։ Պարոն, ձեր ելույթում էր այն հատվածը, որ եթե ուզում եք իմանալ Հայաստանում բնակիչն ինչպես է ապրում, եկեք Գյումրու մնացեք Գյումրիում, տեսնեք 5 տարի առաջ ինչպես էր ապրում գյումրեցին եւ ըստ այդմ ինչպես էր ապրում Հայաստանի ցանկացած քաղաքացի, այսօր ինչպիսին է եւ մարտի 30-ից հետո ինչպիսին է լինելու։ Թե 5 տարի, թե վերջին 30 քանի տարին գյումրեցին ապրել է միշտ նույն հոգսերով։ Ու այդ հոգսերը ցավոք սրտի դեռևս չեն փարատվել ու լուծում չեն ստացել։ Կան տնակներում ապրող մարդիկ, Գյումրիում կա հազարավոր աշխատատեղերի կարիք, որովհետև մարդկանց հետ երբ որ դու խոսում ես, ասում ես ինչ եք ուզում, մարդիկ ասում են ոչ մի բան ձեզնից չեք ուզում, աշխատանք տվեք, աշխատատեղ տվեք, գնանք աշխատենք, մենք մեր տունը մեր ձեռքով կսարքենք ու դա իրոք այդպես է։ Գյումրեցին եթե ունենա հնարավորություն իր արտար վաստակը ունենալու, ինքը իր ձեռքով իր տունը կսարքի։ Հիմա մեր պատկերացումները մեր քաղաքի ու մեր պետության մասին հենց այդպիսին են։ Ղեկավար օղակներում պիտի լինեն մարդիկ, որոնք առաջնայինը պիտի ստեղծեն իրենց ժողովրդի համար արդյունավետ աշխատանք ունենալու հնարավորություն։